Սարդարապետը ազատագրելուց և համալրում ստանալուց հետո մշակվեց թուրքերի շրջապատման և ջախջախման պլան։ Փոխգնդապետ Կարապետ Հասան Փաշայանի հրամանատարությամբ ստեղծվեց հարվածային խումբ։ Դրոյի զորաջոկատը 1918 թվականի մայիսի 24-ին մտավ Ալի Քուչակ դեպի Բաշ ապարան՝ թուրքերին դիմակայելու համար։ Համառ մարտերից հետո մայիսի 29-ին Բաշ ապարանում գլխովին ջախջախվեց հակառակորդի երկու գունդ և ոչնչացվեց ծանր հրետանին։ Հետ շպրտված թշնամին մարտի դաշտում թողեց 200-ից ավելի սպանված, մեծ քանակությամբ ռազմավար և խուճապահար փախավ։ Առջևում Ալեքսանդրապոլն էր։ Երևանի ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանը հեռագրեց գեներալ Սիլիկյանին. «Բոլորը զենքը ձեռքին շտապում են Ղարաքիլիսա, այնտեղից առաջ։ Ջոկատները գնում են երկար ժամանակի համար վերցված իրենց պարենով։ Ոգևորությունը աննախադեպ է»։ Ղարաքիլիսայի մոտ 1918 թվականի մայիսի 24-ից 28-ը տևած կատաղի մարտերին մասնակցեցին հայկական 4 գունդ, հավաքական հեծյալ ջոկատը և բնակչությունից կազմված աշխարհազորայինները։ Նրանք ունեին մոտ 7000 զինվոր, 10 հրանոթ, 20 գնդացիր։ Այս փոքրաթիվ մարտիկների դեմ գրոհում էին 10 հազարանոց թուրքական զորքը և տեղական մահմեդականներից կազմված ավազակախմբերը։ Հայերը ցույց տվեցին հիրավի հերոսական դիմադրություն։ Աչքի ընկան գնդապետներ Բեյ Մամիկոնյանի և Ղորղանյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Մժդեհը, մարտերում հերոսաբար զոհված շտաբս-կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները։ Հայերի 4-օրյա հերոսամարտը մեծ կորուստներ պատճառելով թշնամուն կասեցրեց թուրքական զորքի առաջխաղացումը դեպի Դիլիջան և Թիֆլիս։ Մայիսի 30-ին, երբ հայերի մոտ վերջացել էին արկերն ու զինամթերքը, թուրքերը մտան Ղարաքիլիսա։ Հայերին հաջողվեց ձախողել թուրք հրամանատարության ծրագիրը։ Թուրքական բանակի հրամանատարը Բաթումում հայտարարեց. «Հայերը Ղարաքիլիսայի մոտ մարտով ցույց տվեցին, որ նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները։ Դա հազվագյուտ մարտ էր այս պատերազմում»։ Այսպիսով Սարդարապետը, Բաշ ապարանը, Ղարաքիլիսան հայ ժողովրդի աննկուն կամքի, անկախության համար մինչև վերջ ազգովին պայքարելու պատրաստակամության վկաները եղան։ Հայ ժողովրդի մայիսյան հաղթանակները վիժեցրին հայերին լիովին ոչնչացնելու երիտթուրքական ծրագիրը։